Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին այսօր հերքել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի նախօրեին հնչեցրած հայտարարությունը, որի համաձայն Թեհրանը վերջին օրերին մի քանի անգամ ուղղակիորեն դիմել է Վաշինգտոնին բանակցություններ սկսելու խնդրանքով։ Մենք կապի մեջ ենք միջնորդ պետությունների հետ, որոնց հետ խորհրդակցությունները շարունակվում են, հայտարարել է Արաղչին, հավելելով Միացյալ Նահանգների հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի հետ վերջին օրերին շփումներ չեն եղել։ Իրանին ամերիկյան հաջորդ հարվածն ավելի հզոր կարող է լինել, Truth Social ցանցի իր օգտահաշվում այսօր գրել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը, կոչանելով Թեհրանին նստել բանակցությունների սեղանի շուրջ եւ շուտապույտ կերպով համաձայնագիր կնքել։ Այդ պայմանագրով Իրանը չպետք է միջուկային զենք ունենա, ընդգծել է Թրամփը։ Հայաստանից Թուրքիայի արտահանձնվել միջազգային հետախուզման մեջ գտնվող մեկ անձ, այս մասին այսօր հայտարարել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Երլիկայան, չհրապարակելով սակայն արտահանձնված անձի անունը։ Սիրիայի նախագահ Ահմեդ Ալ-Շարան այսօր ժամանել է Մոսկվա, սա Սիրիայի նախագահի երկրորդ այցն է Ռուսաստան վերջին 3 ամիսների ընթացքում։ Ռուսական կողմի փոխանցմամբ Ալ-Շարայի եւ Պուտինի բանակցությունների գլխավոր թեմաներն են երկկողմ տնտեսական կապերի խորացումը եւ Սիրիայի տարածքում գտնվող ռուսական ռազմակայանների հետագա ճակատագիրը։ Անդրադառնալով Մամուլում շրջանառվող տեղեկություններին, որոնց համաձայն բանակցությունների ընթացքում կարող է անդրադարձ լինել նաեւ Սիրիայի նախկին նախագահ Բաշար Ասադի հնարավոր արտահանձնմանը, Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը նշել է. Ասադի թեման մենք որևէ կերպ չենք մեկնաբանում։ Europe is no longer Washington's primary center of gravity. Եվրոպան այլևս Միացյալ Նահանգների ծանրության գլխավոր կենտրոնը չէ, այսօր Փարիզում մեկնարկած միջազգային համաժողովի ընթացքում հայտարարել է Եվրամիության արտաքին հարաբերությունների եւ անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը։ Այս փոփոխությունը միանգամից չէ, որ տեղի է ունեցել, դա համակարգային փոփոխություն է եւ ժամանակավոր բնույթ չի կրում, նշել է Եվրոպական դիվանագիտության ղեկավարը։ Կալասի համոզմամբ, հաշվի առնելով ամերիկյան քաղաքականության այս փոփոխությունները Եվրոպան պետք է լուրջ քայլեր ձեռնարկի իր անվտանգությունը սեփական ուժերով ապահովելու ուղղությամբ։